Խնդրում եմ, այստեղ կանգնեք, Հույսում էինք, ոնց որ գերույս ասեց, մի քիչ ավելի գթասիրտ կգտնվեին, երեխան իրոք առողջական խնդիրներ ունի, լավ երեխա է, հասկացանք, ինչ-որ պատահար ա եղել, ես չեմ ասում, ինչ-որ լավ բան ա եղել, չեմ արդարացնում, ճիշտ հասկացեք, ամեն ինչը բնական է, արդարադատությունը պետք է նայեն, հասկանան, բայց կարելի է օրենքներն էլ չէ, բացառություններ ունեն, հիմա այս մեր մոտ բացառիկ դեպք է, պիտի հասկանան, որ այդ ուրիշ տեսանկյունից նայեն, բոլորն է ծնող են, չէ՞։ Չեմ հասկանում, ես էլ այդ պահը, որ սենց չոր ուղիղ քառակուսի դնում ու դատում եմ, այդպես չի լինի։ Չենք ասում բաց թողեք, ասում են գոնե տարեկտուն այդ մարդուն, որ կարանան տիրություն անեն ընտանիքի անդամները, մայրը։ Հիմա ինչ վիճակա, ոչ ոքս չգիտենք, ասենք երեխան ուշաթափվել է, տարել են հիվանդանոց ու վերջ, բան չգիտենք, ոչ ոք չի կարողանում տեսակցի, պարզա փաստաբանները չգիտեմ մտել են թե չէ, բայց դե անհանգստանում ենք, ուսում այդ նորմալ է։ Ոչ մի իրենց վատ բան չենք ասում ենք, ոչ է վատ բան անում ենք, ոչ է վատ բան պահանջում ենք։ Սուտ ասում ենք մարդկային գտնվեք, եթե հնարավոր է։ Ու ինձ թվում է այս կյանքում անհնարին բան չկա, որտեվ այս վերջի դեպքերս ասում որ անհնարին բաներ էլ ա լինում։ Կարելի է ինչ-որ քայլեր անել։ Դուք վերև բարձրանալու դատախազի հետ որևէ քննարկում անելու։ Չէ, իմ խնդիրը չի հասկանում եք, ես չեմ կարող բարձրանամ դատախազի հետ, ինչ խոսամ, որ իմանամ ինչ-որ հարց կլուծվի։ Դե հիմա հավաքվել ենք, մտածում ենք ինչ կարանք անենք, որ գոնե իր մաման չնեղվի, ոնց որ բան ենք անում, էլի, հա, support ենք անում, էլի, որ մենակ չզգա գոնե այդ մարդը։ Ընկերներն էլ հեսա երեխեքն էլ հավաքվել են, 10 ընկերներն են հավաքվել են Դավիթի համար, այն օրը երկուսի համար էին հավաքվել, Միքայելի համար շատ շնորհակալ ենք, շատ ուրախացանք։ Հիմա մնաց Դավիթը։ Կարան չէ մի բան անեն, որ հանգիստ գնանք բոլորս մեր տուն, իրանք է մեզնից ազատվեն, մենք էլ իրանցից։ Մի քիչ կոպիտ եմ ասում, բայց իսկականից արդեն անհնարին է, էլի։ Միքայելի առողջական վիճակը եղբոր կալանավորելու։ Դե հիվանդ է, Միքայելն էլ է հիվանդ։ Երեք ճիշտ է եկել կանգնել էր, բայց տարան տուն, մայրը ասում էր կարծես թոքաբոր բա ընկել։ Դե բարձա կլինի այդպես բաներ։ Պայմաններից ելնելով Չեմ կարա ասեմ, կարող է մրսել է երեխան, ես չեմ կարա, այդպես հարցերի չեմ կարող պատասխանել, այդքան էլ ճիշտ առողջություն։ Ես չեմ կարա այդպես ներսի հարցերի պատասխանել, զուտ որպես ծնող, որպես ընկերուհի, որպես մայր, որպես մնացած բոլոր նորմալ բաները, որ կարամ ես լինեմ։ Ես ասում եմ, որ խնդրում եմ, որ երեխուն տեր կանգնեն, այդ վիճակի մեջ չթողնեն։ Եթե հիմա ձեր խնդրանքը տեղ չհասնի, ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու որպես տրտասապ քաղաքացի։ Ես չգիտեմ, կորոշենք, ասենք, եթե իմանամ ինչ-որ քայլ կարանք անենք, որ երեխուն հարց լուծենք, կանենք, բայց ես չեմ կարծում, որ այդ պետքա իրավապահ մարմինները մի քիչ հասկանան, չգիտեմ, ինչ են գրում, ջնջում, ոնց են անում, այդ հարցը լուծում են, նստում են իրար հետ խորհրդակցում են։ Լիքը խելացի մարդ ունենք, չէ՞ մենք։ Լիքը խելացի մարդ կա, բա ում է պետք է այդ խելքը, եթե սենց դեպքերում չօգտագործվի։ Ես խնդրում եմ բոլոր խելացիները հավաքվեն ու մի հատ հարց լուծեն։ Մեր երեխան Չէ, չեմ ասի։ Չեմ ասի։ Դուք Հետո կավարի կանչեք, չեմ ասի։ դասընկերներից ինչ-որ մեկը կցանկանա խոսել։ Ձեր կարծիքը տեսակետը ձեր ընկերոջ